Արագածոտնի մարզ։ Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետությունում։ Մարզկենտրոնը աշտարակ քաղաքն է։ Տարածքը 2753 քառակուսի կիլոմետր է։ Բնակչությունը մոտ 141,000 մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։ Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտ ընկավառի անունից։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Արագածոտնի մարզը զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։ Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները։ Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի և բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում թալինի, կարմրաշենի, ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում փոքր Սիփան լեռը։ Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասախ գետն է, գեղարոտ և ամբերտ գլխավոր վտակներով։ Քասախի վրա կառուցվել է ապարանի ջրամբարը։ Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանկատարածություններին։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է +24 աստիճան Ցելսիուսից ոչ պակաս, ապա բարձր լեռնային գոտում չի բարձրանում +6 աստիճան Ցելսիուսից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։ Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը 400 մմ-ից մինչև 1000 մմ։ Մարզի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը, ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով և լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձական տարրակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներ են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռլիտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Շիրիմ դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ, կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սամոսավանի, աշտարակի եկեղեցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվում յուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։ Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության և շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության և անասնաբուծության մեջ։
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ Մարզի գիտական կենտրոններն են Բյուրականի աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Տրանզիստոր գիտաարտադրական միավորումը, Օպտիկական անկյունային և գծային տեղաշարժի չափիչների գիտաարտադրական միավորումը։ Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն ունեցող 3 Երևան աշտարակ Թալին Գյումրի, Երևան աշտարակ Ապարան Սպիտակ և Երևան Արմավիր Քարակերտ Գյումրի ավտոխճուղիները։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։ Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի և բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասախ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մարզի խոշոր քաղաքներն են համարվում Աշտարակը, Ապարանը և Թալինը։